խոսքը մանավանդ ասացիք օրենքով սահմանվող վարձատրության միջոցների, մասնավորապես այս դեպքում հավելման մասին է, այսինքն փոփոխվելու է, կարող եմ չհաստացի ասել, ոչ թե դրույքաչափը, ինչու չենք փոփոխում դրույքաչափը, միանգամից որպես պատասխան ներկայացնեմ, որովհետև գործակիցներ սահմանող օրենսդրական ակտը ամբողջությամբ փոփոխության կարիք ունի եւ դա հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ենթարկվելու է հստակ փոփոխության, ներառելով այն բոլոր փոփոխությունները, որոնք մինչ այս պահը կատարվել են։ Այսինքն հավելավճարների հաշվարկման մեխանիզմները, որոնք պիլոտային փուլերով են հասնում այս պահի դրությամբ, միանշանակ իրենց տեղն են գտնելու գործակիցներ սահմանող, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում։ Մինչև այդ օրենքի ընդունումը կարող ենք համարել որպես միջանկյալ։ Տիկին Գալյան, ասենք ՍԴ նախագահը մինչև հիմա ինչքան գումար է ստացել, ինչքան հավելավճարով եւ դրանից հետո ինչ է լինելու։ Հարցում անել, հարցմանի պատասխան։ Իսկ հիմա յուրաքանչյուրի աշխատավարձը ինչքան է ավելանալու, այդպես կարող եք ասել։ Այդպես էլ չեմ կարող ասել, որովհետև տարբեր դատավորներ, տարբեր ստաժ ունեն, այսինքն մեկը մի քանի տարի, 3 տարի է ենթադրենք պաշտոնավարում միջինը կրկին չեմ կարող ասել, ըստ տարիների գուցե 2-300 հազար, գուցե 400 հազարի չափով, բայց ըստ տարիների։ Տիկին Գալյան, սահմանադրական սահմանադրությամբ կտրոնես շող ջան, մենք էլ հարցնենք, 10 հարց ես տալիս։ Ֆրակցիայի դիրքորոշումն է նաև այն ինչը որ իր դիրքորոշումն էր եւ ավելի վաղ հայտարարվել է։ Հիմա դուք էլ ասել եք, որ տեքստը պատրաստ է, հանվել է փաստորեն, հա, հռչակագիրը։ Խորհրդում դեռ չենք քննարկել եւ ուրեմն պատասխանել ուղիղ հարցին չեմ կարող։ Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք առաջարկում խորհրդին քննարկելուց հետո անվանման ձեզ։ Բայց այդ տեքստը պատրաստ է, չէ՞ տալու խմբակցության, իշխող խմբակցության այդ տեքստում քննարկել եք իշխող խմբակցության։ Քննարկել եք, այդ տեքստում կա անկախության հռչակագիրը, թե ոչ։ Չէ, այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել առհասարակ։ Հանել եք անկախության։ Չէ, ներածությունը չի եղել, իսկ անկախության հռչակագիրը ներածությունը։ Իսկ ինչու չի եղել։ Որովհետև դեռ չենք ամբողջացրել, ունենք մի քանի տարբերակ։ Իսկ ինչ է ասվել այդ մասով, որ լինելու է, չի լինելու, հենց այդպես է լինելու։ Նշանակում ոնց է ներկայացական չի դա։ Իսկ ինչու է պարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տարբերակ։ Ես ընդհանրապես թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում։ Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում հրապարակային է լինելու ներածությունը եւ հանրությունը կարողանալու է տեսնել ինչ է այնտեղ գրած, կորոշվի։ Հիմա վարչությունում են քննարկումներ եւ խմբակցությունում են քննարկումները շարունակվում։ Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա մեր իրավական հիմքն է պետության եւ մեկ քննարկումով վստահաբար չենք կարող ամփոփել մեր մտքերը եւ մեր մտքերը ամփոփելուց հետո կորոշվի։ Դրանք էլ են տեքստը պատրաստ է եւ ես խոստացել եմ որ մարտ ամսին պատրաստ կլինի, բայց մտքերի փոխանակման համատեքստում հրապարակման ժամկետները կհստակեցվեն։ Ամեն դեպքում այդ մոտեցումներում կա հանգամանքով որ հնարավոր է պատրաստ լինի նախաշինեք վարչությունը չենք շփոթում սահմանադրական բարեփոխումների խորհրդի հետ, խորհուրդը բոլորովին այլ մարմին է, որտեղ վարչությունից որպես պատգամավոր ներկայացված է մեկ մարդ, այս բանը եւ մնացածը ավելի մեծ մասը, այսպես ասեմ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են եւ ամեն մարդ պատասխանատու է իր որոշման համար եւ խորհրդում որոշումները ընդունում են հենց այդ սկզբում։ Տիկին Գալյանից քննարկումները ավելի հրապարակային դարձնելու իրավական արգելանք գոյություն ունի, ինչու մինչև հիմա հրապարակային չեն այդ քննարկումները։ Եթե դուք ինձ նախ սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկումները հրապարակային են, ձեզ բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու խորհրդի նիստերին։ Մենք ունեցել ենք նիստեր, որոնց մասնակցել են զանգվածային լրատվության միջոցներ եւ սա շատ կարեւոր հանգամանք է, որ մենք պոլիսների հետևում չենք աշխատում։ Ինչ վերաբերում է ավելի լայն հանրային քննարկումներին, մենք չունենք հանրաքվեի ժամկետ։ Ես ձեր մտահոգությունները
եթե դրանք մտահոգություն էին, կարող էի հասկանալ, եթե օրինակ ժամկետ լիներ հանրաքվեի, մենք ասած լինեինք, այսինչ օրը անցկացնելու ենք հանրաքվե եւ ուշացնենք տեքստի հրապարակումը, բայց սիրելիներ, հանրաքվեն նշանակված չէ, ոչինչից չենք ուշանում այս պահին, ոչ մի ոչ, որովհետեւ օրենսդրական արգելք կա եւ այս մասին բազմիցս խոսել ենք։ Մենք կտանք հանրությանը, որովհետեւ դա մեր մեծագույն ցանկությունն է, բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին եւ բավարար ժամանակ տեքստին ծանոթ լինելով կատարել ճիշտ ընտրություն։ Քանի որ վարչապետը մի քանի առիթով արդեն ասել է, որ կառավարության դիրքորոշումը ստերության պետք է լինի այնպիսին, ինչպիսին որ հայտարարվում է իր շուրթերով, սա արդյոք արդեն բավարար է պնդելու համար, որ դուք գնալու եք նախ կառավարության որոշումները կոլեգիալ մարմնի որոշումներ են, բայց կա քաղաքականություն, որի սպասարկմանը միտված է ամբողջ կառավարության ներուժը։ Կա խաղաղության օրակարգ, որը սպասարկում է ամբողջ կառավարությունը։ Վարչապետը հանդիսանում է կառավարության գլուխը իրավական կարգավորումների համատեքստում եւ նաեւ առաջնորդը այդ նույն համատեքստում։ Եվ ուրեմն կարող եք եզրահանգել, որ այն ինչ ասվում է վարչապետի կողմից, մշտապես քննարկվում է կառավարության կողմից եւ քննարկվում է շատ մանրամասն։ Ես կրկնում եմ, մենք բոլորս իրականացնում ենք մի քաղաքականություն, մենք տարբեր մարդիկ են, որոնք եկել են, զբաղեցրել են պաշտոն եւ սպասարկում են, թե վարչապետը հայտարարում է, որ խաղաղության օրակարգը սպասարկելուն է նաեւ միտված վիճակագիրը հանելը, եւ դուք բոլորը այդ օրակարգն եք սպասարկում, նշանակում է, որ հանվելու է։ Ինչու դա ուղիղ չի հայտարարվում արդեն։ Ես պարզ չեմ խոսում։ Մենք հրապարակելու ենք տեքստը հրապարակելիս ակնհայտ կլինի, ինչ դրույթներ են տեքստում շարունակելու մնալ եւ որոնք չեն լինելու այլևս տեքստում։ Օրգանության հռչակագիրը դեռ կա։ Այս պահին դեռ կա։ Այս պահին սիրելիներ, աշխատանքային սիրելիներ, նախագիծը օրենսդրական երբ է հասանելի դառնում հանրությանը, երբ որ օրինակ տեղադրվում է e-draft հրապարակային քննարկումների կայքում, չէ՞։ Մինչև e-draft-ում տեղադրվելը, այդ նախագիծը բազմաթիվ քննարկումների շղթաներով է անցնում եւ ես հասկանում եմ զգայունությունը հարցի, սահմանադրության մասին եմ խոսում, բայց այլ իրավական ակտերի մասով ամենայն հարգանքով դուք չեք իմանում, չէ՞, նախորդիվ մինչև հրապարակվելը ինչ է քննարկվել։ Ես ձեզ ասում եմ, խնդրում եմ Սահմանադրությունը եւս իրավական ակտ է։ Բոլորին վերաբերվող ուղղակի։ Սպասեք, բոլոր օրենքները նորմատիվային բոլորին վերաբերող են։ Բայց խնդրում եմ սպասեք, երբ որ հրապարակվի, ես ձեր բոլոր հարցերին դա ձգվի միջև օրինակ, չգիտեմ, շատ կարճ ժամկետում մենք ամեն ինչ անում ենք, տեսեք, մենք ամեն ինչ անում ենք ու շատ ինտենսիվ ենք աշխատում, որպեսզի հրապարակումներ լինի օր առաջ։ Միջև ընտրություններ կլինեն հրապարակումները, թե կընտրվեք։ Ես կարծում եմ, որ կհրապարակվի Տիկին Գանյան, խորհրդում որ դուք ներկայացնեք արդեն հռչակագրի հետ կապված ձեր տեքստը, ինչպես պետք է ունենա, հռչակագրի մասը հանել թե չհանել, ամեն դեպքում խորհրդի իր կարծիքն է հայտնելու, բայց ինչպես իր կարծիքն են շատերը, դա ինֆրաստրուկտուրի կանցակարգն եմ ուզում ասել։ Քաղաքական հանձնառությունը կրում է իշխող խմբակցությունը եւ կառավարությունը եւ ուրեմն պատասխանատուն որոշումների կայացման կառավարությունն է եւ ինչպես կառավարությունը որոշի, այդպես էլ կհրապարակվի։ Այսինքն խորհրդի քննարկվյակությամբ չի որոշվելու այդ հարցը։ Քննարկվյակությամբ մի շարք մասնագիտական հարցեր են որոշվում, բայց ես կրկնում եմ, որ նույնիսկ ես չեմ առաջնորդվում այն տեսլականով կամ սցենարով, որ խորհուրդը դեմ է լինելու որևէ դրույթի։ Չէ, ես հարցնում եմ, բայց դա մի հատակ է որոշվելու թե ոչ։ Ես ձեր հարցին Կներեք են քվեարկելու որոշումը։ Կներեք, բարձ կարող եք մի հատ ասել, հիմա ձեր աշխատանքային քննարկման ժամանակ ներածության մեջ դուրսա, չգիտեմ, անկախության հռչակագիրը հանված է թե ոչ։ Ես որևէ պարտականություն չունեմ ասելու, թե ներքին այս պահին չունեմ պարտականություն ասելու, թե ներքին աշխատանքային քննարկումներում ինչ է քննարկվում, բայց
ունենք պարտականություն լինելու բաց այն պահից սկսած, երբ որ տեքստը կլինի պատրաստ։ Մենք պետք է սեղանին դնենք, ինչ որ նյութ որը կքննարկենք։ Իսկ հանրաքվեի ժամկետի մասին պատկերացումներ կան ձեր քննարկումների ընթացքում։ Ինչ Հանրաքվեի ժամկետի մասին, չէ, դա էլ չենք Եվ քննարկում։ դեպի նախարար հռչակագրում նաև Արցախի հետ կապված դրվագ կա, որ ըստեյության հանմեք, որ ադրբեջանցի Ալիևը հանգիստ լինեն, որ այս պահի իշխանությունը միավորման հարց առաջ չտան։ Իսկ ցեղասպանության հետ կապված միջազգային հետևողականորեն պետք է լինի Հայաստանի Հանրապետությունի միջազգային ճանաչման գործընթացում։ Դա ինչպես է լրացվելու, դա մի հարց տամ, էլի անկախության հռչակագիրը ջնջել հնարավոր է։ Չէ, առհասարակ անկախության հռչակագիրը ինքնին ինչ է Այս հանդիսանում։ իշխանությունից ինչ իմանանք, ինչ ասված։ Անկախության հռչակագիրը դուք գուցե չգիտեք, ես շատ լավ գիտեմ։ Եվ կարելի է սպասել միայն լավ։ Անկախության հռչակագիրը պատմական փաստ հավաստող, պատմական փաստ։ Դա եկեք զուգահեռ ոչ։ Այլ հարցեր։ Բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նախորդ հայտարարությունները, որ իր դիրքորոշումից տարբերվող է, ըստ էության դա էլ է արտաքին քաղաքականությանը վերաբերող։ Ինքը ասում էր, որ այդ հռչակագիրը սադրիչ է եւ այլն։ Հնարավոր է, այսինքն տեսական կոնֆլիկտացին է, այո, սպառնալիքները պարունակում։ Հնարավոր է իր դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում հայտնի իշխող ուժը։ Իսկ հնարավոր է սպասել եւ տեսնել տեքստը ինչպիսին է։ Եթե ունենք նախադեպեր, որ օրինակ տեսեք, մենք հետեւյալ գաղափարներով ենք առաջ շարժվում։ Անկախության հռչակագիրը ինչ է, ինքը իրականում ոչ թե անցյալին, այլ ապագային միտված փաստաթուղթ է, չնայած պատմական փաստաթուղթ է եւ իրավական վեճ կա դրա նորմատիվային լինելու հետ կապված, բայց ամեն դեպքում պարունակում է մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք նաև դրված են սահմանադրության հիմքում։ Ու այդ սկզբունքներով առաջնորդվելով սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա եւ շեշտադրի պետության շարունակականությունը, խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդներին տալու առաքելությունը։ Այսինքն այս հիմնական գաղափարներն է շեշտադրելու սահմանադրությունը եւ հետեւաբար դուք կարծում եմ, որ կունենաք, կարծում եմ չէ, վստահ եմ, որ դուք հարգելի լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ եւ մեր քաղաքացիները սիրելի կունենան բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին եւ ոչ միայն ծանոթանալու, այլ նաեւ ուղղելու տեքստը մշակողներին իրենց ուզող բոլոր հարցերը, ընդ որում մի բան էլ է շատ կարևոր շեշտադրել, որ այն տեքստը, որը կհրապարակվի, ստատիկ չի լինելու, այսինքն անփոփոխելի չի լինելու։ Դա լինելու է նախագիծ եւ հետեւաբար չի բացառվում, որ դրանում կկատարվեն մի շարք փոփոխություններ այն բանից հետո, երբ ստացվեն քաղաքացիների, ոլորտի մասնագետների համապատասխան։ Ես նկատի ունեմ ինչ իմաստ ունեն քննարկումները, եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դա կոնֆլիկտացին է եւ այլն ու քանիցս հայտարարել է, որ չի կարող իմ դիրքորոշումից տարբեր դիրքորոշում ունենալ նույն կառավարությունում եւ այլն։ Հիմա դες ձևական քննարկումներ չեն ձեր կարծիքով։ Ով է որոշելու ունենալ կամ չունենալ սահմանադրություն։ Մեկը դուք եք որոշելու։ Դա մենք որոշելու ենք, բայց այս ներքին քննարկումները։ Ես կարող եմ 1 ժամ տրամադրել եւ բացատրել ձեզ, թե ինչպես է գործում կառավարությունը սկզբունքային մակարդակում, բայց ցավոք սրտի այս պահին չունեմ այդ ժամանակը։ Ես մի բան ասեմ, որը շատ կարեւոր է եւ դա մշտապես եմ ասում։ Սահմանադրությունը որոշելու է ընդունել ժողովուրդը կամ չի որոշելու ընդունել ժողովուրդը։ Եվ հետեւաբար ասել ինչ իմաստ ունեն քննարկումները եւ այլն, շատ լավ, ձեզ համար գուցեև չունեն իմաստ, մեզ համար մշտապես ունեն իմաստ հանրության հետ բոլոր քննարկումները եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր դրույթ, որը կնախատեսվի սահմանադրությունում, մանրամասն քննարկման առարկա դարձվի, հնարավորինս լայն շրջանակի մեր քաղաքացիների